Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում կանաչապատման ոլորտում մայրաքաղաքի ձեռքբերումներն ու 2013 թվականի նախատեսված ծրագրերը։ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի եւ Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված երևանցիները Երևանի մասին հետազոտությունների արդյունքներով Երևանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների շարքում առաջին հորիզոնականում կանաչապատման տարածքների ավելացումն է։ 2013 թվականի փետրվարի 21-ից 23-ը Կիևում կայացած նախկին Խորհրդային Միության երկրների կանաչ քաղաքների համաժողովի ընթացքում կանաչապատման ծավալներով եւ ծաղկային ձևավորումներով Երևանը զբաղեցրել է երրորդ պատվավոր հորիզոնականը։ Կանաչապատման 2013 թվականի ծրագրերով նախատեսված աշխատանքների շարքում բնապահպանության վարչության պետը կարևորել է ոռոգման ցանցի ընդլայնումը։ Ըստ այդմ այս տարի միայն Գարնանը վարչական բոլոր շրջաններում կանցկացվի 20.7 կիլոմետր ոռոգման նոր ցանց։ Քաղաքապետի հանձնարարականն է, որ կանաչապատումը համաչափ լինի ամբողջ քաղաքում, այսինքն բոլոր վարչական շրջաններում։ Մեկ բնակիչին ընկնող կանաչ տարածքը, եթե այժմ կազմում է 8 քառակուսի մետր, ապա 4 տարի հետո այդ կարևոր ցուցանիշը կհասնի 12 քառակուսի մետրի։ Իսկ դա լուրջ առաջընթաց է եւ լուրջ ցուցանիշ։ Քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ծառատունկեր կկազմակերպվեն բացառապես ոռոգելի տարածքներում։ Նախորդ տարի Երևանում տնկված 40,000 ծառերին Գարնանը կավելանա եւս շուրջ 50,000 մշտադալար ծառ ու թուփ։ Բնապահպանության վարչության պետը նշել է, որ այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ցանկություն կհայտնեն ծառատունկ իրականացնել, կարող են դիմել քաղաքապետարան կամ վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկություն եւ անվճար ստանալ համապատասխան քանակի տնկիներ։ Ավետ Մարտիրոսյանը նաեւ ընդգծել է, որ քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում մայրաքաղաքում ապօրինի ծառահատումները բացառելու ուղղությամբ։ Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների համաձայն համայնքային իշխանություններին է պատվիրակվել կանաչ տարածքները վնասելու կամ ոչնչացնելու դեպքում վարչական տույժեր կիրառելու գործառույթը։ Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին Ավետ Մարտիրոսյանը նշել է, որ եթե 2012-ին 6.5 հեկտարում տնկվել է ավելի քան 1.800.000 ծաղկասացիլ, ապա այս տարի ծաղկային տարածքները կընդգրկեն շուրջ 7 հեկտար տարածք, որը կզարդարվի 2.5 միլիոն ծաղիկներով։ Նախորդ տարի մայրաքաղաքում սկիզբ դրված ձևավոր ծաղկապատման մշակույթը դիզայներական հարուստ ու հետաքրքիր լուծումներով կշարունակվի նաև այս տարի։ Եվս 30 հեկտարով կավելանա Սիզամարգելի մակերեսը։ Կանաչ տարածքների ընդլայնման եւ բուսահողի թարմացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից կներկրվի 16,000 խորանարդ մետր բուսահող, 5,000 խորանարդ մետր կարմիր ավազ։